Բարև ձեզ հարազատներս, այսօր նոր թեմա ենք սկսում, ձվարանների մասին շարունակում եմ ավելի ճիշտ, երկրորդ թեման կրնի ձվարաններին նվիրված։ Առաջի թեմայում արդեն պատմել եմ, որ ձվարանները զույգ օրգաններ են, փոքր կոնքի խոռոչում տեղակայված, արգանդի երկու կողմից են գտնվում և շատ կարևորագույն ֆունկցիաներ են կատարում։ Առաջի ֆունկցիան նա է, որ ձվաբջիջն են այնտեղ պահում։ Ձվաբջիջները գտնվում են ֆոլիկուլների մեջ, հեղուկ պարունակող կլոր գոյացություններ են, ամեն մեկը պարունակում է ձվաբջիջ, դաշտանային ցիկլի ժամանակ այդ ֆոլիկուլները սկսում են աճել, դրանցից մեկը տալիս է ձվազատում, այդ ձվաբջիջը հափշտակվում է արգանդափողով, արգանդափողի մեջ սպերմատոզոիդն էլ արդեն հեշտոցից եկել է մտել արգանդափող, արգանդափողում ձվաբջիջն ու սպերմատոզոիդը իրար հետ միաձուլվում են, հղիություն է զարգանում, այս հղիությունը գալիս է արգանդափողով կպնում արգանդի խոռոչին և սկսում զարգանալ, մեծանալ։ Առաջի կարևորագույն ֆունկցիան, որ ձվաբջիջներն են պահպանում, ձվազատում տալիս ձվարանները։ Երկրորդ կարևորագույն ֆունկցիան նա է, որ ձվարանները գեղձեր են, իրենք արտադրում են հորմոններ, շատ հորմոններ են արտադրում, էստրոգեն, պրոգեստերոն, տղամարդու հորմոններ, կառավարիչ նյութեր են արտադրում, ինգիբիններ, որոնք ազդում են գլխուղեղի վրա։ Այս ամբողջ ֆունկցիաները կառավարվում են գլխուղեղով ու մեծ կապ կա ձվարանների և գլխուղեղի միջև, որոնք տարբեր հորմոնների և այդ նյութերի միջոցով է կատարվում։ Սրանք ձվարաններն են, հիշեցնեմ, որ ես մանկաբարձ գինեկոլոգ եմ, բժշկական գիտությունների թեկնածու, 21 տարի աշխատել եմ Մոսկվայի առաջատար կլինիկաներում, արդեն 1 տարի ինչ աշխատում եմ մեր երկրում։ Այսօր ձվարանների նորագոյացությունների մասին կսկսենք զրուցել, սա գինեկոլոգիայի ամենաբարդ թեման է։ Եթե սա հասկացաք, ուրեմն արդեն մանկաբարձ գինեկոլոգ եք։ Նորից պիտի հիշեցնեմ, որ այս տեսահոլովակներիս իմաստը նրանում է, որ դուք շաբաթական 1 օր ընդամենը 20 րոպե տրամադրեք ձեր գինեկոլոգիական օրգանները ուսումնասիրելու, 3-4 տարում նոր ավարտ գինեկոլոգի գիտելիքներ եք ունենալու։ Այդ տեսահոլովակները տրամադրելու եմ շաբաթը 1 օր 20 րոպեանոց տեսահոլովակներ։ Ուրեմն, ու շատ կխնդրեմ այդ տեսահոլովակները, բժշկական տեսահոլովակները կիսվեք, որ հայերեն խոսացող բնակչությունը հասկանա ինչ օրգաններ ունի, ինչ կարևոր է, որ պահպանենք այս օրգանները, հետևենք ու ուրախացած չհեռացնենք։ Ուրեմն, ձվարանները կարելի ասել կախված են որովայնի խոռոչում։ Իրենք երկու կապաններից շրջանակի նման կախված են։ Պատկերացնենք, սա բռունցքս ձվարանն է, մի կողմից մի կապանով ինքը կպված է որովայնի պատին, մյուս կողմից կպած է կապանով արգանդին։ Պատկերացրեցիք երևի այսպես կապված, եթե այս ձվարանի վրա նորագոյացություն է լինում, որնեք պատկերացրեք մի 5 սանտիմետրանոց կիստա է այս ձվարանի վրա, ինքը կարող է պտույտ առաջացնել այս ձվարանի, քանի որ սնուցում այս կապանների միջոցով է գնում կապանների, այս պտույտը կխանգարի սնուցման, եթե պտտվեց այս կապանը, այլ զարկերակով արյուն չի կարող գալ և ձվարանը կարող է մահանալ։ Դրա համար է, որ եթե նորագոյացությունը պտտվեց ձվարանը, պտույտ առաջացավ, սկսում են ցավեր, կինը դիմում է գինեկոլոգի, եթե այդ ցավերը գնալով ուժեղանում են, ցավազրկողից չեն հանգստանում, ցուցում կա, որ դիագնոստիկ լապարասկոպի անենք, տեսնենք, որ այդ նորագոյացության պատճառով պտույտ տեղի չունեցել, որովհետև եթե սնուցումը խանգարված է, կինը ձվարանը կարող է կորցնել։ Մեր մոտ արդեն զրուցել եք, որ արգանդները լինում է, որ առանց ցուցումների են հեռացնում, համարում են, որ արգանդը իր ֆունկցիա չի կատարում, իր կինահղիություններ չի ուզում ունենալ, չի պլանավորում հղիություններ ունենալ ու կարելի է արգանդը հեռացնել, որ հանկարծ ասում են ժողովուրդը ոնց ասում է, ռակ չկպնի։ Բայց ինչպես տեսնում եք, այս կապաններով է սնուցումը գնում ձվարանի։ Եթե այս մի զարկերակը հատեցինք, այսինքն այս կապանը կտրեցինք, որ արգանդը հեռացնենք, ձվարանի սնուցումը կիսով չափ արդեն խանգարվեց։ Սկսում է կնճռոտվել, ֆունկցիան քիչ կատարել, քիչ հորմոններ արտադրել, ֆոլիկուլների քանակն է նվազում, ինչը շատ վատ է ամբողջ առողջության օրգանիզմի համար, քանի որ նորից եմ կրկնում, այս էստրոգենները, այս հորմոնները ազդում են ոչ միայն այս գինեկոլոգիական ֆունկցիան կատարելու վրա, այլ նաև գլխուղեղի աշխատանքի վրա, ոսկրերի
պինդ լինելու վրա, սիրտանոթային համակարգի վրա եւ այլն։ Ուրեմն հենց նույն արգանդները չենք հեռացնում։ Ձվարանների նորագոյացությունները նորից պիտի ասեմ, որ սա ամենաբարդ թեման է գինեկոլոգիայի, ինչի է ձվարանների նորագոյացությունը այսքան բարդ, քանի որ այստեղ շատ բջիջներ կան։ Ավելի հեշտ է ես պատմեմ արգանդի նորագոյացությունների մասին, ինչպես տեսնում եք, արգանդը մկանային օրգան է, մկանից է, մկանային բջիջներ են։ Նորագոյացությունը ինչ է իրենից ներկայացնում։ Մի բջիջ սկսում է անկառավարելիորեն աճել։ Բջիջները ինչպես պիտի լինեն նորմայում։ Բազմանան, աճեն, մահանան, բազմանում են, աճում են, մահանում են։ Իսկ նորագոյացությունների դեպքում իրանք սկսում են անընդհատ աճել ու չմահանալ։ Բարորակ նորագոյացությունները լինում են բարորակ ու չարորակ։ Բարորակ նորագոյացությունները աճում են դանդաղ, ի տարբերություն չարորակի։ Ի տարբերություն չարորակի նրանք լոկալիզացված են աճում։ Մի տեղում սկսում են կամաց-կամաց աճել, մեծանալ։ Չարորակները սկսում են մխրճվել կողքի օրգանների մեջ։ Մտնում են ավշային անոթներ, արյունային անոթներով, այդ անոթներով գնում ուրիշ օրգաններում մետաստազներ տալիս։ Բարորակ այդպիսի բան չունի, ինքը տեղում ուղղակի մեծանում է։ Իր այդ չափսերից ելնելով ինքը կարող է որևէ սիմպտոմներ առաջացնել, ցավեր առաջացնել կամ սխմի կողքի օրգաններին։ Հիշում ենք, որ արգանդի առջևից գտնվում է միզապարկը, հետևից գտնվում է ուղիղ աղիքը, ինքը կարող է մեծանալ ու սխմել այս օրգաններին ու այդ օրգանների ցավեր առաջացնել, ֆունկցիայի խանգարում առաջացնել։ Արգանդի ուռուցքները, այսինքն այս մկանային բջիջից առաջացած ուռուցքները, նրանք լինում են բարորակը միոման է, չարորակը սարկոման է։ Հեշտ է սովորել։ Նույնն է լորձաթաղանթը, հիշում ենք, որ արգանդի խոռոչը պատված է լորձաթաղանթով, շատ արդեն ասել եմ, շատ աշխատասեր լորձաթաղանթ է, ամեն օր փոփոխվում է։ Այս լորձաթաղանթի բջիջներից նույնպես լինում են բարորակները, պոլիպներն են, բարորակ նորագոյացությունները, չարորակն էլ քաղցկեղն է։ Այ ձվարանի նորագոյացությունները սովորելը ահագին դժվար գործ է, քանի որ այստեղ շատ տարբեր բջիջներ կան, շատ։ Այս բջիջների անունները պարբերաբար կարող է ասեմ, բայց ես պետք չի հիշել այդ ամենը, դուք կարևոր մեխանիզմը հասկանաք, որ ինչ է իրենից ներկայացնում։ Ձվարանը պատված է էպիտելիալ բջիջներով։ Մի շարք բջիջներ են, որոնք ուղղակի փակում են այս ձվարանը։ Ձվարանների նորագոյացությունների մեծ մասը առաջանում է հենց այս էպիտելիալ շերտից։ Այս էպիտելիալ շերտը ձվարանի շատ նման է այս փողի ֆիմբրիալ հատվածի, այս ֆիմբրիաներն են, որ հափշտակում են ձվաբջիջը, այս հատվածի բջիջներին է շատ նման։ Դրա համար նորագոյացությունները, մանավանդ քաղցկեղը, ձվարանի շատ ժամանակ չեն հասկանում այս ֆիմբրիալ հատվածից է այս քաղցկեղը, թե հենց այս ձվարանի էպիտելիալ բջիջից, քանի որ նման են իրար, երբ որ արգանդը հեռացնում ենք, ցուցումներ կան եւ հեռացնում ենք, շատ ժամանակ արգանդափողերն ենք հեռացնում, որ ձվարանների քաղցկեղի ռիսկը նվազեցնենք, քանի որ նորից եմ ասում, այդպիսի վարկած կա, որ ձվարանների այդ էպիտելիալ քաղցկեղը կարող է առաջացած լինել այս ֆիմբրիալ հատվածից փողերի։ Ուրեմն այս էպիտելիալ նորագոյացությունները ամենաշատն են հաճախականությամբ, նորից լինում են բարորակ եւ չարորակ նորագոյացություններ։ Հիշում ենք, որ ձվարաններում ահագին տարբեր բջիջներ կան։ Ինչպիսի բջիջներ են։ Բջիջներ կան, գրանուլոզա բջիջներ, կարող է անունները սխալ թարգմանեմ հայերեն, որոնք արտադրում են էստրոգեն։ Այդ բջիջից նորից կարող է լինել բարորակ նորագոյացություն եւ չարորակ։ Կան բջիջներ, որ օրինակ սերտոլի բջիջները արտադրում են տղամարդու հորմոններ, դրանց նորպես կարող է լինել բարորակ չարորակ ուռուցքներ։ Կան ֆիբրոմաներ կա, ինչ բջիջ կա, կարող է լինել նորագոյացություն։ Ամենահետաքրքիր նորագոյացությունները, որ հենց ձվաբջիջից առաջացած նորագոյացություններն են, որոնց մի մասի անվանումը երևի լսած կլինեք տերատոմա։ Տերատոման շատ հետաքրքիր նորագոյացություն է, որ մեջը մազեր են, ատամներ կարող է լինել, մաշկ կարող է լինել, աղիքային հյուսված կարող է լինել, մկան կարող է լինել։ Զարմանալի է, ոնց կարող է ձվարանի մեջ այդպիսի նորագոյացություն լինել։ Սա է, որ ասում եմ, ամենաբարդ պահն է, եթե սա հասկանաք, ուրեմն համարեք, որ դուք մանկաբարձ գինեկոլոգ եք։ Ուրեմն մեր օրգանիզմի բջիջները պարունակում են 46 քրոմոսոմ։ Սա մեր գենետիկական ինֆորմացիան է, ամեն բջիջ պարունակում է
23 զույգ քրոմոսոմ, այսինքն 46 քրոմոսոմ։ 23 զույգ, 23-ը գալիս է մամայից, 23-ը պապայից, ձվաբջիջն ու սպերմատոզոիդը իրար հետ միաձուլվում են, դառնում են 46 քրոմոսոմ, սկսում է բազմանալ այդ բջիջը ու դառնալ մարդ։ Մարդու սեռական բջիջները, նորից նախնական սեռական բջիջները 46 քրոմոսոմ ունեն, բայց իրանք բաժանվում են, դառնում են 23 քրոմոսոմանոց սեռական բջիջներ, որն հակառակ սեռի սեռական բջիջի հետ միաձուլվի ու դառնա 46 քրոմոսոմ ու դրանից բազմանան։ Լինում է, որ խախտում է տեղի ունենում, այս ձվաբջիջը չի բաժանում 46-ը չի բաժանվում 23-ի։ Այդ խախտման հետևանքով ձվաբջիջը չի հասկանում, որ ինքը պտուղ չի, որ ինքը այն մյուս 23-ը մնացել է, դա հակառակ սեռի չի։ Ինքը դառնում է, սկսում է զարգանալ որպես պտղի մասեր։ Չգիտեմ, ես լավ հասկանում եք թե չէ։ Ու քանի որ դե պտուղը գիտենք, որ էմբրիոնը 23 ձվաբջիջից քրոմոսոմ 23 սպերմատոզոիդից միաձուլվեց, սկսում են բաժանվել բջիջներ դառնալ, այդ բջիջները դասավորվում են 3 շերտով, պետք չի անունները հիշել, բայց էկտոդերմա, մեզոդերմա, էնդոդերմա, այս 3 շերտից մեր բոլոր օրգանները ստեղծվում են։ Այս ձվաբջիջը, որի մեջ խախտում տեղի ունեցավ, այս 46-ը պիտի դառնար 23, իր մոտ խախտում տեղի ունեցավ, իրան թվում է, թե ինքը արդեն պտուղ է, ու ինքը այդ մեզոդերմայից, էկտոդերմայից, էնդոդերմայից սկսում է առաջացնել ատամներ, մազեր, մկանային հյուսվածք, ինչ ասես կարող է առաջացնել։ Տերատոմաները, մեծ մասամբ տերատոմաները, որ արդեն հասուն տերատոմային համարվում, իրանք ունեն արդեն մազեր եւ այլն, բարորակ են։ Բայց կա ունեք մոտավորապես 2%-ի մոտ իրանք սկսում են կարող են դառնալ չարորակ, դրա համար մենք այդ հեռացնում ենք այդ նորագոյացությունները։ Նորագոյացությունները հեռացնելը ձվարանի մի առանձին խնդիր է։ Առաջներում, որ ինչ նորագոյացություն կար, մենք հեռացնում ենք, որ քաղցկեղը շղթենք։ Հիմա գերձայնային հետազոտության կրիտերիաներ կան, այսինքն գերձայնային հետազոտության մասնագետը, որ հետազոտում է նորագոյացությունը, պետք է ինքը տա մեզ եզրակացություն։ Երևի տեսած կլինեք օրած 1, օրած 2, օրած 3, օրած 4, օրած 5, կամ կրծքագեղձինը լատիներեն տառերով բիրած 1, բիրած 2, բիրած 3, բիրած 4, բիրած 5։ Սա կարևոր է, որ հասկանաք, որ եթե օրած 1 ու 2 է գրած ձեր գերձայնային հետազոտության պատասխանի մեջ, դրանք բարորակ են։ Եթե օրած 4 ու 5 է, դա նշանակում է կամ նախաքաղցկեղ է, կամ քաղցկեղին ավելի բնորոշ պատկեր է տեսել բանը։ Եթե օրած 3 է, դեռ հասկանալի չի, որ կողմի վրա է, պիտի հետազոտենք, հասկանանք։ Ուզում եմ ասել, գերձայնային հետազոտությունը մեծ ահագին ինֆորմացիա է տալիս։ Ու այդ օրած 1, 2, 3 դա մեզ ասում է ինչքան է ռիսկը քաղցկեղի։ Միջև 10% է, միջև 50% է, 50%-ից ավել է այդ քաղցկեղի ռիսկը թե ոչ։ Ինչքան շատ է ռիսկը, որ այդ նորագոյացությունը քաղցկեղին է նման, այդքան մեծ է հավանականությունը, որ մենք վիրահատենք ու հեռացնենք։ Ուզում եմ ասեմ, եթե առաջներում մենք օրինակ էնդոմետրիոիդ կիստաների մասին մյուս տեսահոլովակում կպատմեմ, որ սա չի երկարի, օրինակ եթե առաջ էնդոմետրիոիդ կիստա կար, որ լավ երևում է գերձայնային հետազոտության ժամանակ, որ սա էնդոմետրիոիդ կիստա է, եթե մենք առաջներում բոլոր այդ կիստաները հեռացնում ենք, որ հանկարծ չարորակ, որ հասկանանք բարորակ է թե ոչ, ապա հիմա մենք չենք կարողանում բոլոր այդ կիստաները հեռացնենք, քանի որ ջահել աղջիկների մոտ, եթե այդ կիստաները բոլորը հեռացնենք, ձվարանների պաշարը քչանում է։ Ինչպես ենք մենք հեռացնում վիրահատության ժամանակ, մենք հատում ենք, որ այդ կիստան հեռացնենք, կիստոզ գոյացությունը, հատում ենք, այդ կիստան հեռացնում ենք ու այդ իր տեղը, որտեղից իրան հեռացրել ենք, այդ անոթները վառում ենք, այրում ենք, որ արյունահոսություն չլինի։ Այդ այրելու ժամանակ, այդ հեռացնելու ժամանակ ձվարանների պաշարը քչացնում ենք։ Դրա համար կան օրինակ հիվանդներ ունեն, որ են փոքր էնդոմետրիոիդ կիստաներ ունեն, ջահել աղջիկներ են, ամուսնացած են, չէ՞, հետևում ենք ուղղակի, պետք չի բոլոր մանավանդ մինչև 4 սանտիմետրանոց էնդոմետրիոիդ կիստաները չենք հարձակվում եւ հեռացնում։ Բայց դա միայն բժիշկը կարող է որոշել, որովհետև դա ռիսկերն է հաշվում, ժառանգական ռիսկերը, հիվանդի ռիսկերը, գերձայնային հետազոտության տվյալները,
նորագույացությունների ժամանակ օնկոմարկերներ ենք հետազոտում, որ տեսնենք ռիսկերը ինչքան են։ Նոր բժիշկը կարող է որոշել հետևի այդ նորագույացության աճին, թե հեռացնի։ Ուրեմն այս տերատոման արդեն հասկացանք, որ ինքը ավելի շատ ճարպային հյուսվածք է պարունակում, մազեր, ոսկրեր եւ այլն։ Իր խնդիրը ինչու՞մ է, քանի որ արդեն ասեցի 2-ից 5% ինքը կարող է չարորակ լինի այս տերատոման, դրա համար մենք հեռացնում ենք տերատոմաները։ Տերատոման, քանի որ ինքը ճարպային հյուսվածք է ու կարող է մեծ չափսերի լինել, այդ ձվարանի պտույտը ավելի մեծ է հավանականությունը, որ կարող է պտտվել։ Եթե հանկարծ պատրվի այդ տերատոման, որի մեջ այդ ճարպային հյուսվածքն է, մազերը եւ այլն, չնայած որ երբեք չեմ տեսել, որ տերատոման պատրվի, դրանք հազվադեպ դեպքեր են բժշկության մեջ, եթե նյութը դուրս գա որովայնային խոռոչ, դա քիմիական պերիտոնիտ է առաջացնում, այսինքն այնտեղ այրում է իր քիմիական նյութերով այրում է լորձաթաղանթը որովայնի խոռոչի եւ կարող է լուրջ կպումներ առաջացնել եւ անգամ շոկի բերել, եթե պատրվեց այդ տերատոման։ Կարծում եմ այսօր եկեք տերատոմայով բավարարվենք այդ նորագույացություն, այսօր սովորեցիք նոր նորագույացություն ձվարանի տերատոման, որը հազվադեպ այնպես հաճախ նորագույացություն չի, բայց լինում է։ Ուրեմն հասկացանք, որ ձվարանի սնուցումը երկու կողմից է գալիս, որովայնի պատից է զարկերակը գալիս ձվարանային եւ արգանդի զարկերակները նույնպես ճուղ տալիս, որ սնուցի, երբ որ արգանդը հեռացնում ենք, ձվարանների ֆունկցիան նվազում է։ Այսքանը այսօր, մեծ հույսերով կհանդիպենք նորից։